Ընդհանրապես նաև Հովանավանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դուք հանգստություն ունեք, որ մասնակցում եք կարգալույծ եղած հոգևորականի կողմից մատուցվող պատարագին։ Ողջունում եմ բոլորիդ, հանգստություն միանշանակ ունեմ, այլապես ինձ ոչինչ չէր ստիպի, որ ես այսօր այստեղ գտնվեի։ Հարց է, թե կարգալույծ ձեր ասած կարգալույծ եղած հոգևորականը ում կողմից է կարգալույծ եղած։ Ես մի քանի անգամ ասել եմ թե հարցազրույցների ժամանակ, թե իմ գրառումներում, որ երբևիցե Կտրիշ Ներսիսյանին չեմ ընկալել որպես կաթողիկոս, երբևիցե, եւ չեմ կարծում, որ ինքը իրավունք ունի նախ զբաղեցնի կաթողիկոսի պաշտոնը, աթոռը, եւ նման մարդը, ով որ զբաղվում է սրբապղծությամբ, ով ինքը դեմ է եկեղեցու կանոններին, կարող է ինչ-որ մեկին կարգալույծ անել։ Ուստի ես այսօր գտնվում եմ հենց իրական քահանայի մատուցած պատարագին։ Վարդանյան ներողություն, այդ դեպքում ընդհանրապես, եթե դուք չեք ընդունում ամենայն հայոց կաթողիկոսին, դուք նրա ձեռնադրությունը որպես քահանա Ստեփան Ասատրյանին, որը հետո կոչվել է Տեր Արամ քահանա, դա էլ պետք է չընդունեիք, որովհետև հենց Գարեգին II-ն է նրան օծել, ձեռնադրել որպես քահանա։ Ես եկեղեցական այդ կանոնադրությանը այդքան էլ չեմ տիրապետում, բայց ինձ համար Տեր Արամը ոչ մի բան չի խախտել, եթե մենք այդ տեսանկյունից նայենք, ուրեմն շատ այլ վերնախավում գտնվող եկեղեցականներ, արքեպիսկոպոսներ, սրբազաններ վաղուց պետք է կարգալույծ արված լինեին, թե քաղաքականությամբ զբաղվելու համար, թե շատ այլ բաների համար, բայց ինչպես տեսնում ենք, նման բան չկա, ուստի Տեր Արամը ինձ համար հենց այն քահանան է, որի պատարագին ես միշտ եմ մասնակցելու։ Ներողություն, դիտարկումը այլ էր, դուք ասում եք ով է կարգալույծ արել, եւ դիտարկումը հենց դա է, կարգալույծ է արել այն կառույցը կամ այն անձը, ով հռչակել է նրան որպես քահանա։ Եթե դա չեք ընդունում, որ կարգալույծ, ուրեմն պետք է չընդունեք նաեւ, որ հռչակել են քահանա։ Եվ այս մասը չեք ընդունել, աստիկ որ վեհապարին, երբևէ չեք ընդունել։ Չեմ ընդունել, որովհետեւ նրա շուրջ ամբողջ աղմուկը, ինչը որ մենք հիմա ենք, ինչի մասին հիմա խոսում ենք, միշտ է եղել այդ աղմուկը։ Այսինքն դուք երբևիցե չեք լսել, որ նրան են վերագրում հենց ընտանիք ունենալ, երեխա ունենալ եւ շատ այլ բաներ։ Մինչեւ ընդհանուր արտերկրի գործակալ լինելը, ԿՊ դառնալը ընդհանրապես կապ չունի։ Ես նկատի ունեմ շատ վաղուց 20 տարի է, թե ինչքան է 26 տարի է, ընդհանրապես ես այդ անձնավորությունը չեմ ընդունել, Փաշինյանը սիրով իր հետ ժամանակին լուսանկարվում էր, սելֆիները, այո, եւ բացի դրանից դուք ասում եք քահանաները քաղաքականությամբ զբաղվել եւ այլը, բայց դուք օրինակ Ստեփան Ասատրյանի նախկին գրառումները տեսել եք, հենց նաև Փաշինյանին ուղված կամ հետևում եք նրա խոսքին, կամ դուք ասում եք երբևէ վեհապարին չեք ընդունել, ինքը վեհապարի կողմից բնակարանել է ընդունել, ասում եք բանալիներն էլ փոխել է, ինչպես է ստացվում, այսինքն դուք այստեղ եք զուտ նրա համար, որ Փաշինյանն ասել է գաք։ Ես այստեղ եմ նրա համար, որտեղ ես այդպես ուզում եմ։ Սկսենք նախ առաջինը դրանից։ Ես իմ աջակցությունն եմ ցույց տալիս Տեր Արամին, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ միշտ եմ գնում պատարագների եւ ընդհանրապես կաշկանդված չեմ որևէ եկեղեցի գնալու եւ պատարագ ստանալու, պատարագին մասնակցելու, առավել եւս երբ որ պատարագը մատուցում է Տեր Արամը, միշտ եմ լինելու եւ նրա կողքին եւ մասնակցել եմ նրա պատարագներին։ Վերջին անգամ որտեղ եք պատարագի մասնակցել, ընդունում եք այդ։ Արենիում եմ մասնակցել։ Տիկին Վարդանյան, դուք ասում եք, որ Տեր Արամի կողքին եք, այդ կերպ մյուս եկեղեցու մյուս սպասավորներին եք, հա, դուք այսպես ասած դեմ գնում, որովհետև Տեր Արամ քահանա Ասատրյանը փոխել է եկեղեցու դռան փականը, բանալին միայն իրեն է պատկանում, բայց նա այդ քայլին գնալու իրավունք չունի, որովհետև նա այդ կերպ խախտում է նաև մյուս սպասավորների իրավունքները եւ եկեղեցուի մուտք գործելու արգելք է դնում։ Դուք սա ընդունում եք։
Ես չեմ կարող Տեր Արամի քայլերը մեկնաբանել, թե ինչու է բանալին փոխել, գուցե հենց թող ինքը մեկնաբանի, ես տեղյակ չեմ կարող իր փոխարեն մեկնաբանել։ Տեր Արամ ասելով, ես այն քահանաների, այն եկեղեցու սպասավորների կողքին եմ, ովքեր որ ծառայում են հայ առաքելական եկեղեցուն, ծառայում են Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ երբևիցե պետության դեմ ոչ մի բան չեն անում։ Եկեղեցում ծափահարություններին ինչպես եք վերաբերում։ Նորմալ է աղմուկ աղաղական։ Եվս ծափահարել եմ անցյալ կիրակի եկեղեցիում։ Աստծուն եք ծափահարել թե Փաշինյանին։ Ծափահարել եմ մեր երկրի ղեկավարին, ով որ մտել է եւ ոչ միայն ես եմ ծափահարել, այլ դուք ինքներդ տեսել եք, որ ծափահարությունները այստեղից է սկսվել միջև մուտքը եւ դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Իհարկե։ Ձեզ համար ընդունելի էր, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցը եկեղեցում խախտելով նաեւ պատարակ է չնայած որ կարգալույց եղած հոգևորականի կողմից էր մասնակցում, բայց այդուհանդերձ եկեղեցին էր խորան էր խախտելով պատարակի կարգը քաղաքացու բերանը փակելով դուրս հանեց եկեղեցուց։ Ընդունելի է ձեզ համար այդ վարքագիծը։ Ուղղակի ժողովրդավար երկրում։ Բայց քաղաքացին իրեն ինչպիսի վարքագիծ էր դրսևորում, ես անկեղծ ասած այդ կադրերը տեսել եմ եւ ուժային կառույցները իրենց աշխատանքն են կատարում, եթե գտել են այդպես է պետք, այդպես է։ Այսինքն բոլորը կարող են ծափահարել, մի ամբողջ բերված ամբողջ կարող է ծափահարել, բայց մի քաղաքացի չի կարող ասել, որ կարգալույց եղած քահանան իրավունք չունի։ Ամբողջ Մենք ավտոբուսները նկարել ենք։ Լավ է։ Մենք նկարել ենք։ Նկարել եք, ես ինքս, երբ որ գալիս էի այստեղ, ես ինքս իմ Facebook-յան էջում հայտարարություն էի տեղադրել, որ գնալու եմ եւ պատրաստ եմ ինձ հետ եւս վերցնել այն մարդկանց, ովքեր որ ավտոյի խնդիր ունեն, մեքենայի խնդիր ունեն եւ չեմ կարծում դրա մեջ ինչ որ վատ բաներ կամ այսօր վերել եք մարդ։ Այսօր չէ, որտեվ ուղղությունս այստեղից այլ է լինելու, իհարկե եղան միացողներ, մենք մի քանի հոգով մեր մեքենայով եկանք, բայց կներեք, բերված ամբողջ, եթե դուք լուսաբանում եք եւ վստահաբար լուսաբանում եք ընդդիմության ցույցերը, երբևիցե չեմ լսել, Անի ջան, որ դուք նույն հարցը տաք, ամբողջին բերել եք թե չէ։ Եկեղեցում եթե Աստծուն փրկիչ չեն գոռում, Փաշինյանին են փրկիչ գոռում, ամբողջ է։ Ամբողջ չենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ անկախ ամեն ինչից այս իրավիճակը մի օր կհանգուցալուծվի, խնդրում եմ այն մարդկանց, ովքեր որ հավասար իրավունք ունեն այստեղ գտնվելու, ինչպես որ դուք եք այստեղ գտնվում, այդպես չանվանակոչել, նրանք ամբողջ չեն։ Ճշտող հարց, հա, Կադիրովը ձեզ համար ինչպիսի ղեկավար է։ Ինչպես։ Կադիրովը ձեզ համար ինչպիսի ղեկավար է, կցանկանայի Կադիրովի։ Ինձ ընդհանրապես ինքը չի հետաքրքրում, ես ոչ մի տիպի հետաքրքրվածություն չունեմ, այսինքն հետևելու թե ինքը ինչպիսի ղեկավար է եւ մեկնաբանելու, ինքը ինձ համար ոչ մի տիպի ղեկավար է, չեմ կարող մեկնաբանել։ Ես գիտեմ ինչու եք հարցնում։ Շրջակված քահանան այս ոչ միայն գրառում է տարիներ առաջ, այսօր եւս պնդում է, որ այո, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, նա արտահայտել է իր կարծիքը, ես չեմ մեկնաբանում դա։ Ես կարող եմ մեկնաբանել միայն իմ խոսքերը, բայց ոչ։ Նույնիսկ արդեն օպերատորները ասում են, բա ինչպես է ստացվում, որ կարծիք արտահայտողի բերանը կարելի է փակել կոշտ միջոցներով հանել, եթե այդ կարծիքը օրինակ ականջահաճո չէ Փաշինյանի։ Եթե վարչապետի ականջահաճո մեկնաբանություններ, արտահայտություններ, եթե դրան հետևեինք, մշտապես շատ-շատերը շատ վայրերից դուրս կհանվեին, վարչապետի անունը եկեք նման բաներում մի հոլովեք անընդհատ, ուժային կառույցները իրենց աշխատանքն են կատարել, նրանց վերադասին կարող եք հարցնել, ինչպես է դա տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել։